Հարցումս Սավիկա է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները այո կարևոր է, բայց մենք կտեսնենք եւ կզսկանք, որ երրորդ մեկ քաղաքի մասնակցությունը կա Թուրքիայի վրա, Ադրբեջանը։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկ պայմանավորությունը դերասորապտված չէ։ Արդյոք դուք այս Հայաստան-Ադրբեջանի հարաբերություններում մեկ ասոցիացիոնը, նեգատիվ մեկ ասոցիացիոնը կզսկանք, որ այս ընթացքի վրա։ Գիտեք, տեսեք, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև սերտ գործակցությունը եւ խորը հարաբերությունները գաղտնիք չեն եւ նորություն չեն եւ մենք գիտենք այդ հարաբերությունների մասին, գիտենք այդ հարաբերությունների սերտ լինելու մասին, բայց տվյալ դեպքում նաեւ մեր օրակարգը հետեւյալն է, մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, ընդհակառակը ուզում ենք տարածաշրջանում կայունություն եւ տևական խաղաղություն հաստատել եւ նաեւ այս համատեքստում շատ կարեւորում եմ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը հենց թեկուզ մի բան ես կարեւոր եմ համարում որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ, որովհետև նոր էդ էի ասում, որ գիտեք շատ կարևոր է, երբեմն թվում է թե ամեն ինչ հրապարակային ասվում է եւ ըստ էության այո այդպես է, բայց այդ հրապարակային իհարկե հայտարարությունները ինստիտուտները վերլուծում են, զեկույցներ են գրում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց միշտ անձնապես առերես խոսակցությունները, որը նաեւ ինտերակտիվ է, հնարավոր է, որովհետեւ այդ տեքստերը այո տալիս են որոշակի ինֆորմացիա, բայց նաեւ հարցեր են առաջացնում։ Եվ շատ կարևոր է ունենալ հնարավորություն լսելու հարցերը արձագանքելու եւ հարցեր բարձրացնելու եւ արձագանք ստանալու եւ այդ առումով ելի եմ ասում մեր օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգն է, բայց իհարկե տեսեք ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որակը չի կարող ազդեցություն չունենալ ընդհանրապես տարածաշրջանում իրադրության վրա եւ հույս ունեմ որ եւ համոզված եմ որ այցը երկխոսությունը ինքը կունենա դրական ազդեցություն մեր տարածաշրջանում երկխոսության, կայունության, համագործակցության մթնոլորտի հաստատման վրա